Հրանտ Բագրատյանը փակագծեր է բացում, թե ինչու ընդդիմադիր կուսակցություններից դաշինքի համար ընտրեց Ազատ դեմոկրատները։ Հանդիպել եմ բոլորի հետ, ՀԱԿ-ը, եւ նախագահի հետ եմ հանդիպի առաջին, եւ Լևոն Զուրաբյանի, պատասխան, մենք խոշորենք, միավորվենք, բայց ասենք 3 հոգի մեզից մի հատ ձեզնից, ասի չի լինի տղեկ, ոչ ոք չի համաձայնում։ Դիմել եմ Ռաֆուն, գնացել եմ Ժառանգության գրասակ, Մարտիրոսյան Արմեն, Ռաֆի Հովհաննիսյան, մենք ձեզ կպատասխանանք համագումարից հետո ոչ ոք չի պատասխանում, մինչև հիմա հունիսից Ռաֆի Հովհաննիսյանը չի պատասխանել։ Դիմել եմ Նիկոլ Փաշյանին, մինչև նոյեմբերի 20-ը պիտի պատասխաներ, չպատասխանեցին, նոյեմբերի 22-ին ես հայտարարեցի, որ այլևս ուշա, ես ինձ վարչապետ եմ տեսնում։ Հրանտ Բագրատյանը որևէ դաշինքի ցուցակով իրեն երրորդական տեղերում չէր տեսնում, ի վերջո ինքը պատահական մարդ չէ։ Գներեք, ես չեմ կարող գնալ ՀԱԿ-ում 7-րդ համարը դառնալ։ Չեմ տեսնում, բացի առաջին նախագահից, մյուս 5 հոգուն չեմ տեսնում, որ ինձ բարձր են։ Կամ պետք է ինչ-որ ժերեբև կա լինի, ինչ է կոչվում հայերեն։ Վիճականություն։ Կամ ինչ-որ մեխանիզմ, հասկանում եք դուք։ Քոկոբելյանի հետ պայմանավորվեցինք, տեսնում եմ մարդը ռեսուրսներ ավելի շատ ադրում, ասում եմ, ասեցի խաչիկ, չնայած ամեն ինչ բանա, բայց գիտես, արի ես եմ առաջարկում, դու եղի առաջի համարը, բայց դրա փոխարեն ֆրակցիան ղեկավարը ես կլինեմ։ Խորհրդարանի առաջիկա ընտրություններն ըստ Հրանտ Բագրատյանի անբիծ չեն լինելու, հաստատ կաշառք է բաժանվելու։ Բայց հրաման պետք է տան, որ կաշառան մինչև ընտրությունները։ Լավ չի լինելու ժողովրդի համար, եթե հանկարծ կաշառվեց, հետևաբար եթե պետք է կաշառվի, ավելի լավ է ընտրություններ չանեն։ Միակ երկիրն է, Իրանում կաշառքով չի, Թուրքիայում կաշառքով չի, Վրաստանում կաշառքով չի, այս 3 տեղը դեմոկրատական ընտրություններ են, Ադրբեջանը մալադեց են, вообще դեմոկրատական չի անում։ Ընդհանրապես ասում ընտրություն չլինի, ավելի լավ տենց անենք։ Ում որ պետք է դնենք թագավոր, ասենք էլ ընտրություն չկա։ Իդեպ նրա տեղեկություններով ընտրակաշառք բաժանող մի քանի քաղաքական ուժ կա, հանրապետականը միակը չէ, մյուսների անուններն առայժմ ինքը չի տա։